Մենք հասկացանք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, որ դուք նաև պետական կառույցի ներկայացուցիչ եք, որ արդեն հրահանգ կա, որ Արցախի հետ կապված որևէ թեմա չպետք է արծարծել, որովհետև դա կարող է հրահրել պատերազմ եւ դա արտաքին քաղաքականությանը համահունչ չի։ Արդյոք Սփյուռքին տրվել է այդ մեսիջը, արդյոք սփյուռքահայերին տրվել է կառույցների նկատի ունեմ, որ այլևս Արցախի հետ կապված ցույցեր, թեմաներ չարծարծել, որևէ ձևով Արցախի մասին չանդրադառնանք դրսում։ Իհարկե ես կարող եմ պատասխանել միայն նրա մասին, որքանով ես եմ տեղեկացված, ոչ չի տրվել, նման ցուցում չի եղել որևէ մակարդակով, որևէ կառույցի, որևէ անհատի Սփյուռքում, ավելին ասեմ, որ նման ցուցում չի տրվել նույնիսկ մեզ, օրինակ ինձ նման ցուցում չի եկել վարչապետից եւ վարչապետը իմ անմիջական ղեկավարն է, հետեւաբար միայն կարող եմ ասել, որ ոչ։ Այսինքն դուք Արցախի շարժման հետ կապված որ հայտարարություններ անեք, չեք շեղվի։ Ես գիտեմ, թե ինչ հայտարարություններ կանեմ եւ ինչ հայտարարությունները համահունչ են մեր այսօրվա արտաքին քաղաքականությանը եւ այդ սահմաններում գիտեմ ինչպես մնալ, բայց որևէ ուղղություն, որ ինչպես դուք ինչպես ձևակերպեցիք, չի եղել։ Պարոն Սինանյան, տեղեկությունները, որ Գերմանիայից երկու ինքնաթիռ է եկել արտաքսված հայերով, ճիշտ են իրականությանը համապատասխանում։ Տեղյակ չեմ, որովհետեւ դա միգրացիոն ծառայության խնդիրն է, սրանք սա Սփյուռքի խնդիր չէ։ Տեսեք, ի սկզբանե եթե մարդկանց արտաքսել են, նշանակում է այդ մարդիկ ոնց որ Սփյուռք չեն, այդ մարդիկ անօրինականորեն են այնտեղ գտնվել, այդ նույն խնդիրը Միացյալ Նահանգների հետ կա եւ պարբերաբար Միացյալ Նահանգները արտաքսում են մարդկանց։ Ռոբերտ Քոչարյանը, որը հայտնի դարձավ երեք լինելու է Հայաստան Դաշինքի վարչապետի տեխնացուն, ասում է միջև այս իշխանությանը Փաշինյանին չհեռացնեմ, չեմ հանգստանալու եւ իշխանության գալու դեպքում դուք բոլորդ պատասխան եք տալու այն ինչ արել եք Հայաստանի հետ, Արցախի հետ կապված, սա ինչպես կմեկնաբանեք։ Միակ պատճառը, որ նա նման հայտարարություններ է անում, նա է, որ ինքը պատասխան չի տվել իր արածների համար եւ որի համար է շատ ցավում եմ, որովհետեւ պատասխան տված լիներ, տենց բաներ չէր ասի։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը աշխարհում աղքատ ամենահետամնաց երկրի վերածելու համար, նրա համար, որ ինքը հարստացավ, իսկ երկիրը դարձավ թշվառների երկիր, անպաշտպանունակ այդ ամենի համար, այն ամենի համար, որ տեղ ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ 20 թվականի, 23 թվականի, այդ ամենի համար։ 23-ին Քոչարյանը մեղավոր։ Իհարկե, բայց ոչ միայն նա, բոլորը հերթով մեղավոր են, բոլորը իրենց դերն են խաղացել։ Իշխանությունն էլ այդ թվում կայացնելու, լավ, դուք գիտեք ինչ եմ ասում, պետություն կայացնելու գործընթացը ձախողել են, իրենք ձախողել են։ 94 թվականի բացարձակ։ Այսօր վերջին տարիների ընթացքում վերջապես պետությունը կայանում է, այսինքն սկսում են կայանալ համակարգեր, առանց որի պետություն չկա, պետության ֆասադ կա, մի բան, որը կար մինչև 18 թվականը։ Բայց խոսքը մեր մեջ, պարոն Սինանյան, արդեն 8 տարի է, ոչ Քոչարյանն է իշխանության, ոչ նախկինները, դուք եք իշխանության, էլի, բայց ասում եք, որ Քոչարյանն է մեղավոր։ Մենք ենք եւ Դուք եք պատասխան։ Հասկացա, եւ այո, այս 8 տարիների ընթացքում պետական բյուջեն մոտ եռապատկվել է, պետությունը վերջապես սկսել է նոր ասեցի, սկսել է ձևավորել համակարգեր, կառույցներ, սիստեմներ, առանց որի պետություն չի լինում։ Այդ ընթացքում այսօր դե հիմա նոր Արեգ ջան, նորից վերադառնանք, ես ասեցի, եթե դու չես զարգացնում տնտեսությունը, հերթով, եթե դու չես զարգացնում տնտեսությունը, եթե դու ունենց ես ավիրում երկիրը, որ մարդիկ միլիոնից ավել մարդ հեռանում է երկրից, եթե դու զրկվում ես արդյունաբերական ամբողջ բազայից, եթե կրթական համակարգը իջնում է պլինդուզից ավելի ցածր, եթե դու չես ստեղծում համապատասխան սպայական կազմ, եթե քո բանակը լինում է վատ հանդերձավորված, վատ զինված, վատ կրթված, ինչի մասն է խոսքը։ Այսինքն դուք ո՞նց եք պատկերացնում, որ իշխանություն է գալիս նոր մարդ ու մի տարի հետո կարողանում է փրկել ամբողջ վիճակը, չի ստացվել։ Քոչարյանի տարիներին, եթե չեմ սխալվում, դրսում եք եղել, ճիշտ է։ Ես բոլշևիկների ժամանակվանից դեռ 80 թվականից Հայաստանում չեմ եղել։ Ձեր ինֆորմացիան, որ դուք հիմա ունեք, քան երրորդական մարդով է ձեզ հասել։ Դուք տեղում Հայաստանում չեք ապրել, չեք զգացել այդ ամեն ինչը։ Դուք ինչպես եք հիմա շատ վստահ պնդում, որ ամեն ինչ վատ էր։ Ուրեմն 32 տարիների ընթացքում, որ ես Հայաստանում չեմ եղել եւ այո, այնտեղ կրթություն եմ մեծացել եմ, կրթություն եմ ստացել, հետո աշխատել եմ, հետո այնտեղ նաեւ քաղաքական գործունեությամբ եմ զբաղվել։ Այդ ընթացքում ես
ի տարբերություն շատ եւ շատ հայերի, ամառներս հաճախ անցկացրել եմ Հայաստանում, ես 93 թվականին դեռ առաջի պատերազմի ժամանակ եկել եմ Հայաստանում եմ աշխատել, որովհետեւ իմ ժողովրդի հետ լինեմ, 95 թվականին եկել եմ եւ կամավորական սկզբունքներով աշխատել եմ առաջին նախագահի աշխատակազմում Ժիրալի Պարիսյանի օգնական եմ եղել, դրանից հետո 97 թվականին եմ եկել, ժամանակ եմ անցկացրել, դրանից հետո միշտ ակտիվ եմ եղել, կապված եմ եղել Հայաստանի հետ միշտ, այսինքն եթե դες թվում որ չեմ եղել, դա նշանակում է որ չեմ տեսել թե ինչ է տեղի ունենում, չեմ տեսել թե աշկիս առաջ ոնց է երկիրը դեպի անդունդ գնում, չի նշանակում ճիշտ է։ Պարոն Սիմոնյան, դուք խոստովանեցիք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խաբել եք ժողովրդին, որովհետև ասում եք Քոչարյանը պատասխանատվության չի ենթարկվել, ցավում եմ դրա համար։ Դուք 18-ին, 21-ին մուրճը ասում եք, սա իրավական առումով իջնելու է այն օրինախախտների գլխին, բայց լրացավ եւս մեկ կառավարման շրջան եւ ժողովրդին տված խոստումը կյանքի չկոչ։ Տեսեք, Նարեկ ջան, ուրեմն այդ ամենը կապված է եղել շատ բաների հետ, ներառյալ մեր դատական համակարգի բարեփոխումների հետ, կադրային քաղաքականության հետ եւ այլն եւ այլն։ Ես պարզապես իմ ցավն եմ արտահայտում, որ այդ մարդը այսօր կարողանում է կանգնի հանրության առաջ նման հայտարարություններ անել եւ այո, դա նրա պատճառն է, որ ինքը իր տեղում չի այսօր։ Որտեղ է իրապես։ Գիտեք։ Չգիտեմ։ Պատիժը։ Ավելի հետևում, այսինքն Մարդիկ ոչ միայն ինքը, բոլոր այն մարդիկ, որոնք մասնակցել են Հայաստանի պետության անկմանը մինչև 18 թվականը, բոլորը պիտի պատասխան կրեն, իհարկե։ Ոչ մի համարագաղթ լավ էլի։ Իսկ Արցախը հանձնելու, մեր երկիրը օկուպացնելու համար երբ այդ պատիժը հասնելու այս իշխանության եւ Նիկոլ Փաշինյանին։ Բայց ձեզ նոր ասեցի, որ պատիժը իրենց չպիտի հասնի Նիկոլ Փաշինյանին եւ մեր իշխանությանը։ Հետո ինչ, այ քեզ բան։ Այ հետո ինչ, այսինքն, դա ձեզ հասարակ ձեզ օրինակ տամ։ Տեղահանում Մարդը, ասենք, հարբեցողը կլինիկական հիվանդություն ունի, լյարդի ցիրոզ է ստացել, խմում, վերջի վայրկյանին գալիս է մի հատ բժիշկ, ասում են փրկի կյանքը, ու բժիշկը չի կարողանում կյանքը փրկել։ Բայց եկած բժիշկը լավ բժիշկ չի եղել։ Դե հիմա լավ ա եղել, ասաբ ա եղել։ կարող հրաժարական տալ եւ ասել ես չեմ կարողանում իրավիճակը փոխել, բուժել եւ ես հրաժարական եմ տալի հեռանում եմ։ Այ Պատասխանատվություն գրել չէ։ Չէ, տեսեք, դա անպատասխանատվություն է։ Ձեր ասած որևէ տեմ չի շարունակում թող հրաժարական Անկեղծ լիներ հանրության հետ եւ ներկայացնել իրավիճակը։ իրավիճակը ներկայացրել է այնքանով, ինչքանով ինքը տեղակ է։ Արցախը, Հայաստանը եւ Լավ էլի, Հասել եք այս վիճակին։ Լավ, ես ձեզ պատասխանեցի, հիմա արդեն պոլեմիկայի մեջ ենք մտնում, Նաև Սփյուռքի հետ կապված ես հարցնում։ Սփյուռքի հետ կապված նաև այսպիսի տեղեկություններ կան, որ անընդունելի է եկեղեցու դեմ գործողությունները, որոնք տարվում են Սփյուռքահայերի շրջանում եւ այս ամիսների ընթացքում նաև աշխատանք է տարվել Սփյուռքում գործող թեմակալ առաջնորդների հետ, որ միանան Փաշինյան օրակարգին կաթողիկոսի դեմ, բայց անհաջող է անցել եւ նրանք չեն միացել։ Դուք ինչ տեղեկություններ ունեք, ինչ արձագանքներ Նա ուզում եք ասեք ձեր ասած ճիշտ է թե չէ, դրան պատասխանեմ։ Դուք որտեղ արձագանքները Սփյուռքից, որոնք հնչում են, այսինքն նրանք չեն աջակցում են գործընթացին, որ Փաշինյանը առաջ է տանում կաթողիկոսի հեռացման։ Որ ասում եք արձագանքեք Սփյուռքից կարծիքներ, ինչ կարծիքներ են, կոնկրետ կասեք, ում մասն է խոսքը։ Սփյուռքահայերի մասին է խոսքը, ովքեր որ չեն միանում գործընթացին, թեմակալ առաջնորդները, ովքեր որ փաստորեն չեն միացել գործընթացին, թե նրանց հետ աշխատանք է տարվում։ Միացել են։ Հիմա հարցնում, հիմա հո շատ քիչ են միացնողներ եղել են, միանողներ եղել են։ Հովնան Սրբազանը Չի հետ չկանգնել։ Լավ, այդ Հովնան Սրբազանին կհարցնեք, հարցը դա չի։ Դուք որ ասում եք Սփյուռքը եւ այլն բան, դուք ասում եք որ ով ասեց ձեզ։ Դե մենք չենք տեսնում այդ աջակցությունը, որ կա փաստորեն։ Ես էլ տեսնում եմ։ ինչպես են աջակցում։ Բայց դուք ինչո՞ չեք տեսնում։ Որ չեն միանում Փաշինյան օրակարգին, արձագանքներ չեն հնչում, թեմակալները։ Ով ասեց չեն միանում։ Բայց ձեզ ով ասեց որ չեն միացել։ Կարող է միացել են գաղտնի են պահում։ Դուք ասենք Սփյուռքի հետ խոսում եք երբևէ։ Տեղեկություններ ունեք, որ միացել են։ Իհա, շատ շատերը։ Շատ շատերը։ Անհատներն Բայց չի հրապարակում, այսինքն թաքուն գործողություններ է արվում։ Ասում են որ դեմ են այս ամեն ինչին եւ այդ եկեղեցու մոտ բազմաթիվ մարդիկ մոտ 1 ամիս առաջ։ Եվ ասենք ազատ երկիր, հա, 1 ամիս առաջ բազմաթիվ մարդիկ դուրս են, բազմաթիվ մարդիկ դուրս գալը ոչինչ չի նշանակում։ Նետում բողոքի դուրս եկած մարդկանց վրա ճիշտ է ազատ երկիր է։
Չերեմուխա չէ, այնտեղ դուք երևի լավ համակարգի հետ լավ ծանոթ չեք, ես որպես մարդ, որը քաղաքապետ ա եղել, ունդեղ շատ լավ ոստիկանապետն է, ահա, ձեզ ասեմ, եթե այնտեղ որևէ մեկ իր չափերը անցնի, այնտեղ ամեն տեսակի ուժել կգործադրվի, եթե որևէ մեկը օրենքը խախտի, տենց հեքիաթներ մի պատմեք, որ չերեմուխա չեն օգտագործում, պետք է շատ ուրիշ բաներ կօգտագործեն, թե ծանոթ չեք, օրինակ մի քանի միջադեպեր կան, թե ոնց, երբ որ մարդիկ փորձում են ուժ գործադրել պետության դեմ, Ամերիկան ոնց է դրան արձագանքում։ Միայն կրկին պետք է անդրադառնամ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, ասում է չեմ հանգստանա, միջև քո բաղականներին չհեռացնեմ։ Հանգիստ մնալու է մարդը, ինչ Ու եղել։ նաև ասում է ոչ մի առաջնորդ իմ չափ փորձ չունի, վարչապետը սիրելու համար չէ։ Ինչպես դու Ինչի թալանի գողության փորձ։ Վամոտ չէ, այսինքն գոնե չխոսի փորձի մասին։ Ասում եք թոշակներ եկա իմ օրը պատվեց, ինչ է կենթակ, Կովկասյան ինչ է, տնտեսական Կովկասյան վագը, տնտեսական ալվեց։ Լավ, ծիծաղացինք, անցանք առաջ։ Ինչ է ծիծաղել։ Որովհետև դուք շատ բան, դուք ասեմ երկրորդ կարիերա ունեք ստենդափ կոմիկներ։ Վատլի նարեկ ջան, վիրավորական իմաստով չեմ ասում, լավ հաջող է ստացվում, պարզապես։ Խոսքերն եմ ձեզ փոխանցում։ Դե ես էլ ձեր հետ ուրախանում եմ, ասենք։ Բանա տրագիկոմեդիա ուրախանում եմ, բայց ներքուստ լուրջ ցավ եմ ապրում իհարկե։ Չէ, կարող իշխանապողություն կարող է լինել, այդ վտանգը չեք տեսնում։ Չէ։ Ինչու եք այդքան Իշխանապողություն նախ սխալ բառ է, որովհետև ընտրություններ են տեղի ունենալու, այդ իմաստով, այսինքն ընտրությունների միջոցով փոխվելու է այլ ուժ է գալու։ Տեսեք, քանի որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իմ երազն է, որ Հայաստանում միշտ իշխանությունը փոխվի ժողովրդավարական ընտրությունների միջոցով եւ դա տեղի է ունենալու մի օր, անկասկած, անխուսափելիորեն, եթե տեղի չունենա, որ մենք խնդրեմ ունենք այս երկրում։ Դա լինելու է, այս անգամ չի լինելու։ Ինչի համար, որովհետև ես պարզապես ասեմ, նայում եմ, թե ով է ուզում իշխանության գալ, ու ասենք ձեր բերած օրինակները, ուսե սարսափազդու են։ Ուզում գա, որ ուժեղ Հայաստան։ Դե կարծում եմ, որ չեն գալու։ Ինչի՞ նա Դե չեն գալու, գիտեք, ի սկզբանե եթե։ Իրոք դուք իմ կարծիքն եք հարցնում։ Հա, ես իմ կարծիքն եմ այդում։ Դե որովհետև ես հասկանում եմ, տեսնում եմ, թե երկրում ինչ է տեղի ունեցել, մարդիկ ոնց են դա գնահատում, եւ հասկանում եմ, որ մեր ժողովուրդը արդեն մի անգամ, երկու անգամ ցույց է տվել իր իմաստունությունը, եւ մեր ժողովրդի իմաստունությունը չի թույլատրի, որ տեղի ունենա նման արդյունք։ Ընդհանրապես Բայց ուժեղ Հայաստան չի եղել երբևէ իշխանության, ինչ եք Նախքին չի, այդ մի բանը չեք չեք կարող։ կարող իրավնասել։ Դե հիմա տեսեք, ես իմ կարծիքը ձեզ հայտնեցի։ Հայ, դուք կարծիքս էի հայտնում։ Շնորհակալ։ Շնորհակալ։